Համեցեք, բարի տեսանք բոլորիդ։ Բարի առավոտ, շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել եք ու նաև ինքս միանում եմ Վեհափար Հայրապետի ծննդյան մաղթանքներին ու շնորհավորանքներին։ Ինչպես գիտեք, օրեր առաջ հրապարակվեց ՄԱԿ-ի հետ Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդակցությունը, որի մասին նախկինում ևս տվեցինք որոշակի մեկնաբանություններ, բայց այս ասուլիսը առավելապես կենտրոնացած է այդ հաղորդակցության վրա ավելի շատ լույս սփռելու, ձեր հուզող հարցերին պատասխանելուն ու նաև ազդարարելուն, որ թեև կարող էր տպավորություն ստեղծվել, որ մոռացության են մատնվել 2024 թվականի հունիսի 12-ի հանցագործության զոհերը, այս ասուլիսի նպատակն է առաջին հերթին այդ մարդկանց, ովքեր տուժել են հունիսի 12-ի վայրագություններից, ասել, որ մենք հետևողական ենք լինելու իրենց իրավունքների պաշտպանության գործում։ Եվ երբ պատրաստվում էինք այս ասուլիսին, երկու այսպես կարևոր արձանագրում պետք է անեինք։ Առաջինը, որ այս ասուլիսի ավարտից հետո ՄԱԿ-ի փորձագետներին կուղարկվի մեր կողմից ներկայացվող փաստարկները, լրացուցիչ փաստարկները եւ բոլոր այն հակափաստարկները, որոնք ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից, իբրև թե արդարացում այդ վայրագություններին եւ իբրև թե արդարացում 18 արդարների խայտառակ ապօրինի մեղադրանքներին, դրա մասին կխոսենք եւ կխոսենք նաեւ նրա մասին, որ մենք սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12-ի վայրագություններից տուժած անձանց եւ նրանց պատմությունների վերաբերյալ։ Ու կուզեի հենց այստեղից սկսեի ու խոսքը փոխանցեի գործընկերոջս Հովհաննես Խուդոյանին, որը այս մեր ամբողջ աշխատանքներում շատ ծանրաբեռնված գրաֆիկում, երբ մենք աշխատում ենք, շատ պատահաբար տեղեկացել ենք մի զարհուրելի իրադարձության մասին, որը տեղի է ունեցել նախընտրական շրջանում։ Խնդրեմ պատմի, հետո կանդրադառնանք արդեն ՄԱԿ-ի հաղորդակցությանը։ Բարձ նաև անդրադարձ անեմ, որպեսզի մարդիկ, ովքեր նոր կմիանան կամ նախկինում տեղյակ չեն եղել, ՄԱԿ-ի փորձագետները կառավարությանը հարցադրում